Երկու հարցի մասին կցանկանայի խոսել, առաջինը Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանը այլևս չպետք է շարունակի Ղարաբաղյան շարժումը, հիշեցնեմ, որ Ղարաբաղյան շարժումը սեպտեմբերի 2-ից հետո լրիվ այլ բովանդակություն ստացավ եւ շարժմանից վերածվեց պետականության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը այնուհետև սահմանադրական փոփոխությունից հետո սկսեց կոչվել Արցախի Հանրապետություն, կայացած պետություն էր, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը 18 թվականին չորոշեց փոխել ողջ բանակցությունների ձևաչափը, բանակցությունների տրամաբանությունը, մերժեց համանախագահների ներկայացված վերջին առաջարկությունը եւ հետո իր վարած քաղաքականությունը պատերազմի առիթ չհանդիսացան։ 22 թվականից Փաշինյանը այլևս ճանաչեց Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի նկատմամբ եւ ես չեմ հասկանում, թե ինքը ինչ էր ասում, այլևս չպետք է շարունակենք։ Ինչ է ինքը շարունակել 22 թվականից։ Հետաբար վերլուծելով այս ամեն ինչը կարող ենք պնդել, որ Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացել Հայաստանի Հանրապետությանը եւ Նիկոլ Փաշինյանի պահվածքը վերջին հարցու պատասխանի ժամանակ դրա ամենավառ ապացույցն էին։ Այստեղ արդեն խոսքը չի գնում միայն Արցախի վերաբերյալ, որովհետև ինչքան զիջում կար այս իշխանությունները արել են։ Ես չեմ բացառում, որ Ադրբեջանը կրկնում եմ նոր պահանջներ է ներկայացրել։ Օրինակ, Արցախյան պատերազմի մասնակիցների արտահանձնումը Ադրբեջանին։ Եթե այդ պահանջը սկզբից ուղղակի ցանկ էր եւ պահանջ էր, հիմա չեմ բացառում, որ որոշակի ժամկետ նույնիսկ դրված լինի։ Բացարձակապես չեմ բացառում։ Մյուս այս իշխանությունները խոսում էին նոր սահմանադրության մասին 27 թվականին, հետո 26 թվականին, ամենևին չեմ բացառում, որ կպահանջեն սահմանադրության փոփոխություն նույնիսկ մինչև 26 թվականի նշված կամ նշանակված ընտրությունները եւ Փաշինյանը շատ լավ հասկանում է, թե այս ցածր խղճուկ վարկանիշի պայմաններում հանրաքվեն ինչ արդյունք կարող է ունենալ եւ ինչ արդյունք դա կարող է ունենալ անմիջապես իր վրա, որովհետեւ իր իշխանության մնալը ուղղակիորեն կախված է Ալիևի եւ Էրդողանի բարեհաճ վերաբերմունքից։ Հիշեցնեմ Չավուշօղլուի հայտարարությունը 21 թվականի փետրվարի 25-ին։ Մյուս հարցը, որի մասին կուզեի խոսել, դա Գյումրիում տեղի ունեցող այլանդակությունն է, խայտառակ բռնաճնշումներն են, այն բերյա ստալինական քաղաքականությունն է, որ այս իշխանությունները վարում են Գյումրիում։ Եվ ես վստահ եմ, որ Գյումրիի մեր հայրենակիցները չեն վախենա ոչ կարմիր բերետներից, ոչ սև բերետներից, ոչ թուրքի չալմաներից, որոնք փորձում են վախի սարսափի մթնոլորտ ստեղծել, որպեսզի իրենց դրածոն Գյումրիի ընտրություններում կարողանա ձայների մեծամասնությունը ստանալ։ Բայց ես հույս ունեմ, վստահ եմ, որ այն մղձավանջը, որում մենք հայտնվել ենք, այն մղձավանջը, որը այս օրերին 7 տարի առաջ սկսվեց Գյումրիից, հենց այս օրերին Գյումրիում էլ իր վերջաբանը, իր մահկանացուն կկնքի, մղձավանջը մահկանացուն կկնքի, որպեսզի երկիրը կարողանա վերհառնել, երկիրը կարողանա թոթափել այս բռնատիրությունը, այս պարտությունները եւ այն ատելության մթնոլորտը, որը տիրում է Հայաստանի Հանրապետությունում, որը իդեպ Սարիկ ինչ աներ չեմ իմանում, իրենց Սարիկը երեք նաև հմեկի եթերում այդ ատելության խոսքը տարածում էր։ Շնորհակալություն, սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։